Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չի հավատում, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատերազմ կսկսի իր թիմի կամ հենց ինքն իր դեմ։ Նշենք, որ վարչապետը մի քանի օր է հայտարարում է, թե այսուհետև հավասար հարկային պայմաններ են լինելու բոլոր գործարարների եւ ներկրողների համար, ավելին յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ ցանկանում է։ Որ ասում են շաքարավազը մենաշնոր է, չգիտեմ, այլ տարբեր սննդի տեսակներ են ասում, հիմա նորից ես վկայական հայտարարում եմ։ Լինելու է հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ որ ցանկանա, որևէ արհեստական խոչընդոտ չի լինելու։ Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մինչդեռ հիշեցնում է, Հովիկ Աբրահամյանը նմանատիպ հայտարարություններ էլի է արել, բայց որևէ բան չի փոխվել։ Այդ մարդիկ ոնց որ այս աշխարհից չեն։ Մտեք ցանկացած սպասարկման հիմնարկ, ցանկացած խանութ, ցանկացած բիզնեսմենի հետ խոսացիք, ոնց է իր բիզնեսը զարգանում է, թե հարկայինը խեղդում է, թե մաքսայինը մորթում է, թե գնաճատեղ է ունենում, թե ապրանքի վաճառք չկա, տնտեսությունը լրիվ ուրիշ բան է ասում։ Եթե ամեն ինչ այդպես լավ է, ինչի՞ է մեր թվերը այսպես վատ։ Ինչի ոչ ներդրում կա, ոչ շրջանառու միջոցներ կա, ոչ ընդլայնում կա։ Որ վարչապետի այդ հայտարարությունից հետո վաղվանից ով ուզի կարող է շաքարավազ կամ ասենք թե վառելիքներ գրել։ Դա նշանակում է պատերազմ, եթե դա լիներ, պատերազմ սեփական թիմի հետ։ Կամ նույնն է թե պատերազմ ինքը իր հետ։ Իրենք պատրաստ են գնալ դրան, ոչ։ Ես չեմ կարծում։ 2 տարի առաջ Հովիկ Աբրահամյանը նույն բաները չէր ասում, ներողություն։ Հենց այս դալիճում, երբ որ ինքը նշանակում էր վարչապետ, նույն խոստումները տարբեր բառերով, տարբեր նախադասություններով տվել է։ Իսկ դրանից հետո ովքեր են մտել կառավարություն։ Ովքեր չեն ճանաչում, ասենք, մեր երկրի մեծահարուստներին, հողատերերին, բիզնես ունեցողներին, ապրանք արտահանողներին, ով չի ճանաչում։ Այդ մարդիկ կառավարությունում չեն, թե ազգային ժողովում չեն, ով չի ճանաչում նրանց։ Այսինքն այդ մարդիկ հիմա հանկարծ արթնանալու են եւ բերված բանան են գրանցելու։ Չէ որ գիտենք ինչ ապրանքներ է գալիս, ինչ է գրանցում, ովքեր են գալիս, ուրիշները իրավունք ունեն այդ դաշտ մտնելու թե չէ։ Այդ ասածը գործով պետք է երևա։ Նպատակը որն է այդ դեպքում այսպես։ Նպատակը զուտ քարոզի խնդիրը եւ ներսի եւ դրսի եւ վարկեր բերելու խնդիրը, միջազգային կառույցների աչքին թոզ փչելու խնդիրը շատ լավ ենք ճանաչում եւ տիրապետում ենք այս երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ինֆորմացիային բացահայտ ասում եմ, որ չեմ հավատում։ Արամ Մանուկյանը բերում է ռուս արմոյլի օրինակը, երբ գործարարը 17 օր շարունակ չէր կարողանում ներկրել 58,000 լիտր դիզելային վառելիքը։ Միայն այն բանից հետո, երբ ընկերության սեփականատերը մեծ աղմուկ բարձրացրեց լրատվամիջոցներով, դիմելով անգամ Ռուսաստանի դեսպանատանը, խնդիրն ի վերջո լուծվեց։ Ընկերությունից այսօր Ազատությանը փոխանցեցին, որ դիզելային վառելիքը ի վերջո մաքսազերծել են։ Մարդ, որը սահմանի վրա բենզին էր բերել, նա անդիմադիր էր, հստակ անդիմադիր է եղել եւ իրեն թույլ չէին տվել այդ ապրանքը անցկացնել։ Ես կարծում եմ հենց նրա համար, որ ինքը անդիմադիր է։ Անդիմադիր էլ չլինես, մրցունակ չես, քանի որ կան այդ դաշտում մոնոպոլիաներ։ Անդրադառնալով կառավարության կոնկրետ քայլերին, որոնց համաձայն պետական համակարգում գործող ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն, ապա այս քայլը ըստ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղարի որևէ բան չի փոխելու։ Նշենք, որ կառավարության որոշմամբ 797 ծառայողական մեքենա պետք է կրճատվի, որոնցից 107-ը ուղղակիորեն ֆինանսավորվում են բյուջեից։ Ինչպես Ազատության հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, կրճատվելու են նախարարություններին եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին սպասարկող մեքենաները եւ այլն։ Մինչդեռ նախարարները կշարունակեն երթևեկել մեքենաներով, ինչպես ֆինանսների փոխնախարարը նշեց, ի հեճուկս մեզ։ Նախարարներին կմնա ամեն դեպքում դեռևս։ Ես կարծում եմ, որ ոչ թե դեռևս բավականին երկար ժամանակ կմնա։ Հեճուկս ձեզ։ Դե եթե բյուջեն իրեն չի ներում, ինչու՞ չէ, կարող են նաև հասարակական տրանսպորտից օգտվել, ինչ խնդիր կա։ Գիտեք, մեկ մեքենայի պահպանման ծախսը 1.2 միլիոն դրամ է, ես առաջարկում եմ ունես համեմատեք, թե ինչպես կարող է ունենանք մի բյուջե, որտեղ 18 նախարարի համար չգտնվի այդ 1 միլիոն դրամ գումարը յուրաքանչյուր նախարար։ Եթե պետք լինի, եթե պետք լինի, այսինքն ձեզ եթե պետք լինի, եթե դուք դրան շատ հաճույք ստանաք եւ ուզենան, որ դուք միշտ այդ հաճույքը շարունակական լինի, իհարկե կարող են կրճատել։